Երգահան, շոումեն, բանաստեղծ Ավետ Բարսեղյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Ավետը ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ երբեմն նաև անձնական հրապարակումներով է կիսվել։ Այս անգամ նրա հրապարակած տեսանյութի բովանդակությունը տարբերվում է մնացյալից։ Բանն այն է, որ Ավետ Բարսեղյանը հիվանդանոցում է հայտնվել։ Նա չի նշել, թե կոնկրետ ինչ է պատահել իր հետ, սակայն երգիչ Սարո Գևորգյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ավետ Բարսեղյանը կաթիլային է ստանում։ Ավետն էլ իր խոսքում նշել է, որ վերջին շնչով շարունակում է աշխատել։ Տեսանյութը, իհարկե, հումորային բնույթ է կրում։ Առաջարկում ենք դիտել այն։ Մեռացել եթե լինի, պետք է հասցնի մինչև տարվա վերջ բոլոր երկերը գրի պատրաստի, դրա համար Սարոյիս համար վերջի շնչով Վերջ չէ, տենց մի այլ սիստեմա ստանալու, ամեն ինչ իրական նորմալ է, սա պարզապես գժվում եմ ես քո համար միջոցներ եմ և Սիրուն է, ափսոսում եմ բացեմ մնացածը կլսեք արդեն եթերում Սարոյի շուրթերից Ավետ Բարսեղյանը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ 2015 թվականին երգահանն ամուսնացավ ու սկսեց քննարկումները նրա անձնական կյանքի մասին։ Ավետը ընտանեկան հրապարակումներ հաճախ չէր անում։ Միայն հայտնի էր, որ նրա կինը Անի Քաթաբյանն է։ Զույգը միայն վերջին շրջանում է խոսում անձնական կյանքի մասին ու սոցիալական հարթակներում էլ կիսվում է իրենց առօրյայով։ Հերմինե Դիալոգ հաղորդման հերթական հյուրը երգահան, բանաստեղծ Ավետ Բարսեղյանն է։ Երգահանն անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում նաև կնոջ Անիի հետ հարաբերությունների, նրանց միջև եղած խանդի և երկրորդ երեխան ունենալու մեծ ցանկության մասին։ Ավետը նախ նշեց, որ Անին ի սկզբանե էլ պատրաստ էր նրան, որ իր կողքին միշտ գեղեցիկ կանայք կան։ Նա նշեց հետևյալը. Անիի մոտ միշտ հանդարտ ու հանգիստ է ամեն բան։ Ինքը միշտ հասկացել է, որ եթե էս մարդը 35 տարեկանում իրեն է ընտրել, ուրեմն ինքը դրա կարիքն ունի։ Իսկ ասպարեզից ոչ մեկի հետ չէի կարող սպանություններ կլինեին, դու պատկերացնում ես, նույն տեսակի երկու մարդ ամուսնացած լինեին։ Օրինակ ինձ ու Նազոյին միշտ կապել են իրար հետ։ Այո, մենք իրար շատ ենք սիրում, եթե սեր չլիներ մեր մեջ, այդքան երկար չէինք աշխատի միասին, բայց որպես կին ու տղամարդ երբեք սեր չի եղել, բայց հոգիս միշտ սիրահարված է և լինելու է Նազոյին։ Իսկ իմ ընտանիքը ես հենց էսպես էի պատկերացնում, ու ես շատ ջերմություն եմ ստանում ու տալիս։ Հա, էս բեմական կերպարը կա, բայց ես տանը ուրիշ եմ, ես ընտիր ամուսին եմ։ Ես շատ ուշադիր, շատ քթիծակով, պատասխանատվությունը կիսող ամուսին եմ։ Դե, բայց տանը պուպուշ էլ չեմ, պալյուբոմու ես անդուր եմ ու անտանելի, բայց Անին ինձ դիմակայում է, անկեղծացավ Ավետ Բարսեղյանն ու անդրադարձավ նաև երկրորդ երեխան ունենալու ցանկությանը։ Շատ ենք ուզում ու էդ երեխուն սպասում ենք, համ մենք, համ էլ Լուսեն, ու պլանավորում ենք։ Չնայած, որ Լուսեի մոտ կան էգոիստիկ բաներ, որովհետև ինքը շատ ունիկալ ու ուրիշ երեխա է։ Ես շատ կարոտել եմ Լուսեի փոքր ժամանակը, երևի հենց դրա համար էլ ավելի շատ եմ ուզում երեխա։ Լուսեն շատ արագ դարձավ ինքնուրույն ու առանձին անհատ, իր հետ շատ հետաքրքիր է, իսկ մեր հարաբերությունների մասին լավ է չխոսեմ, դրանք նման են երկու տեքոր կնգա խոսակցության ու կռիվների, բայց հետաքրքիր են, անկեղծացել էր Ավետ Բարսեղյանը։ Հավելենք նաև, որ Ավետ Բարսեղյանը հատկապես վերջին տարիներին է սկսել հաղորդումների հյուր գնալ և անկեղծ բացահայտումներ անել իր ընտանիքի մասին։ Հաղորդավարը սրտի տանեքներով հաղորդման հյուրն էր, որտեղ խոսել է նաև Անիի հետ ամուսնության իրենց միջև խանդի մասին և ոչ միայն։ Ես հասկացա, որ Անին կդիմանա այս հրեշին, բավական երկար, բայց դա լեգենդա, որ Անիին տեսնում են ու համբերություն են մաղթում, որովհետև այո, իմ շուրջը միշտ եղել են շատ սիրուն աղջիկներ, ես էլ ջիգերով մարդ, պաճ-պրոշտին կա միշտ, գրկելը կա, այսինքն խանդել մնացած էստրադային ու իսկապես լավ հարաբերություններին չարժի, որովհետև իմ շուրջ իսկապես միշտ շատ սիրուն կայացած սեքսուալ կանայք են, բայց ոնց որ թե դա Անիի ոտերին չի, կամ շատ թաքունապահված, երևի որովհետև գիտի ինչ էլ լինի, տուն եմ գնալու, անկեղծացավ Ավետ Բարսեղյանը։ Հավելենք նաև, որ զույգը մեկ դուստր ունի, Լուսեն, ով 7 տարեկան է։ Դե իսկ Star News-ն այսքանն էր առանձնացրել Ավետ Բարսեղյանի մտքերից ու հարցազրույցից։
Եվ վերջում, ընդամենը նորեր առաջ Ավետ Բարսեղյանը հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Look and Face հաղորդմանը, որի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին։ Անդրադառնալով դստերը, Լուսեին եւ նրա պահանջներին Ավետը նշել էր. «Շատ վատ է, որ հիմիկվա երեխեքը ամեն ինչ ունեն, ու դա ոչ այնքան կախված է սոցիալական դիրքի կամ ֆինանսի հետ, որքան շատություն կա, տարբերություն կա, ի տարբերություն մեր մանկությանը, որտեղ մի խաղալիքով էինք խաղում։ Այսօրվա երեխեքը այդ առումով չգիտեմ, որպես ինչ են մեծանալու եւ նրանց հնարամտությունը գուցե ուրիշ տեղ զարգանա։ Ես Լուսեին դաստիարակում եմ շատ իրարամերժ, մեկ-մեկ շատ նեղում եմ, հետո ասում եմ, երեխեն ուզում է, լավ, ինչի՞ չէ։ Ինչի ես դու քո մանկության խնդիրները տալիս ես երեխուն, որովհետև իրենք ուրիշ սերունդ են, ուրիշ ձև են իրենց ազատությունը, իրենց հագու կապը։ Ես ու Անին երբեք երեխուն չենք առնում բրենդային բաներ, ինքը շատ հասարակ, հանգիստ հագնվում է։ Լավ բաներ իհարկե ունի, նվերներ եւս ստացել է, բայց ես մեկ-մեկ ցանկանում եմ, որ ինքն ուզի ու չունենա, որ մեջը զարգանա ինչ-որ բան, բայց հետո նորից կասեցնում ենք։ Դա դժվար process է, ինչպես երեխային դաստիարակես, որ շատ նուրբ այդ սահմանը չանցնես։ Հիմիկվա երեխեքը կստանան իրենց ուզածը։ Ես հանգիստ եմ, որ Լուսեն տափակ երեխա չի մեծանա, որովհետև իր արարչական միտքը զարգացած է։ Անիի հետ հակասություններ ունենում ենք երեխային մեծացնելու հարցում, ինքը շատ ավելի բարի է։ Երեխեքի լկստված վիճակը ես չեմ սիրում։ Հիմա Լուսեի հետ խոսում եմ շնորհակալ լինելու մասին, իսկ նենց կռվում ենք երկու տեքոր կնգապես, ամբողջ օրը։ Կռիվ, պաճ, գրկել այդ վիճակների մեջ ենք։ Նստում ենք, խոսում ենք, գոռոցել կա։ Նորմալ հայկական ընտանիք ենք իր բոլոր վեճերով, իր բոլոր ձայնաբարձրացումներով, ինքն էլ տենց սենյակի դուռը շրխկացնելով, բնականաբար այդ տեքստերով էլ ուղղորդում եմ, որ փառք տուր Աստծուն, որ սենյակ ունես, որ դուռը շրխկացնես, հետո էլի պաչ ու պուչ, ես այդ սենյակը չեմ ունեցել, որ կարողանայի դուռը շրխկացնեի աշխարհի վրա ու մենակ մնայի։ Գիշերները մեղավորության զգացում շատ եմ ունենում, քնած տեղը լիքը պաչում ու գրկում եմ, որովհետև ինքը շատ նուրբ երեխա է եւ մեկ-մեկ բնականաբար այդ նապորից հասկանում եմ, որ երեխայի հոգեբանությունը շատ եմ խախտում, բայց ինքն էլ իմն է խախտում, երկու անհատի բախումներ են սրանք, անկեղծացել էր Ավետը։ Խոսելով կնոջ Անիի հետ հարաբերությունների մասին, Ավետ Բարսեղյանը նշել էր հետևյալը. խեղտոցիներ եղել են սկզբնական փուլում, որ հեռախոսը չվերցնի, որովհետև Անիի մոտ էլ է աշխատանքին նվիրվելու գործընթացը շատ։ Պատերազմներ են եղել, սպանություններ էլ այդ առումով։ Պարզապես դրանք էլի շատ արագ դադարեցվել են։ Իմ կողմից այդ գերճնշումը, որովհետև հասկացել եմ, մենք իրար հանդիպել ենք այն տարիքում, երբ արդեն կայացել ենք։ Ինքը աղջկա այն տեսակն է, որը սիրում է աշխատանքային գործունեության մեջ լինել։ Սկզբից ուզում էի, որ ինքը կուխնյայի աղջիկ լինի, բայց Անին մեկ-մեկ աշխատում է այնպես, կարծես միայնակ մայր լինի։ Այո, ես ուզում էի, որ Անին կուխնյայի աղջիկ լինի, ու ես երբեք էլ չեմ թաքցրել իմ բավականաչափ քյարթու հայ տղա լինելը։ Անկեղծ խոստովանել էր Ավետ Բարսեղյանը Ամալիա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման շրջանակներում, թե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը Ավետ Բարսեղյանի վերջին հարցազրույցից եւ այս ընթացքում եղած իրադարձություններից։